Այ շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Մինչև միանալ եմ, իդեպ ասեմ ձեզ, որ շատ հետաքրքիր և ակտուալ հարցեր եմ առանձնացրել, պարոն Սարգսյան։ Պարզապես թող բոլորը միանան, նոր սկսենք։ Սիրով։ Բարի երեկո ֆեյսբուքյան, իմ շատ լավ հետևորդներ ջան։ Կարող եմ ասել, որ այսօր իմ երրորդ ֆեյսբուքյան ուղիղ եթերն է։ Նախ ձեզ այնքան շնորհակալ եմ, իմ շատ սիրելի հետևորդներ, երբ որ խնդրում եմ, որպեսզի իմ լայվը տարածեք, այն տեսակ միասնական ուժերով մենք լայվը տարածում ենք, որի համար շնորհակալ եմ ձեզ, նաև խնդրում եմ, որ այս լայվն էլ տարածեք, որովհետև շատ սրտնեղած եմ ես չգիտեմ դուք ոնց, պարոն Սարգսյան, այսօրվա իրադարձությունները ինձ վրա շատ մեծ հետք են թողել և շատ մեծ ցավ եմ ապրում։ Տեսա, հուզվել էիք, լացն էիք։ Շատ հուզվել էի, աղեկտուր լաց էի լինում։ Երևի թե արդեն անցնենք, նախ շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք ինձ, պարոն Սարգսյան։ Իդեպ ասեմ ձեզ, պարոն Սարգսյանը, այն ջիգարով մարդն է, որ հենց ասում եմ, պարոն Սարգսյան, մի հատ հավեսով լայվ չանենք, ասում Արիանա ջան, ես պատրաստ եմ, պարզապես պարոն Սարգսյանը մի բանով է համահանել, ժողովուրդ ջան, վերջին հարցի պատասխանները մենք չենք տվել, ներող եղեք պարոն Սարգսյանին, որովհետև Յագարենտիրոյու պարոն Սարգսյանը ահավոր զբաղված էր, երկուսը մեկ կանենք այս լայվի և նախորդի ու կպատասխանենք, չէ, պարոն Սարգսյան։ Սիրով։ Ժողովուրդ ջան, հուսով եմ բոլորդ լավ եք։ Սկսում ենք տարածել լայվը, որովհետև շատ հետաքրքիր, շատ ակտուալ, այսօրվա այս կրկեսի մասին խոսելու ենք շատ թեժ։ Ձայնը լավ է, լսվում է։ Հա, ես կարծում եմ պիտի որ ձայնը լսվի, չէ։ Խնդրեմ մի հատ դուք նայեք ձեր հեռախոսով։ Ժորժ ջան, ձայնը լսվում է։ Դուք լսում եք։ Չես համ ձայնը անջատել եմ։ Ուրեմն ձայնը երևի թե լսվում է, որովհետև բան է, այնտեղ հաստատ կգրեին, որ ձայնը չի լսվում։ Գնացինք, պարոն Սարգսյան։ Այո։ Так, այսօրվա իմ հյուրն է, արդեն բոլորը տեղյակ եք։ Բոլորդ արդեն ճանաչում եք պարոն Սարգսյանին, կարիք չկա ներկայացնելու, որովհետև իմ ֆեյսբուքյան հետևորդները արդեն իրականում պարոն Սարգսյան շատ լավ տեղը տեղին ձեզ ճանաչում են, շատ բավականին դրական կարծիքներ ունեն ձեր մասին, որի համար շնորհակալ եմ իմ ֆեյսբուքյան հետևորդներին։ Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահն է։ Այս էկրանի վրա էլ պարոն Քոչարյանն էի ուզում ասեի, մեղա, պարոն Սարգսյանի Քոչարի կուսակցության լոգոն է, ժողովուրդ ջան։ Գնանք, սկսենք արդեն, պարոն Սարգսյան։ Սիրով։ Так, պարոն Սարգսյան, այսօրվա կրկեսը Նիկոլի և իր կողքի, անկարգավիճակ կնոջ մասնակցությամբ ինչ թաքուն նպատակներ և նոր աղետներ են ենթադրում։ Պարզ է, որ սա մեկ նպատակի համար չի արվում, այլ մի քանի հարցեր լուծող մերմունության ծրագիր է։ Գիտեք ամենացավալին որն էր, երբ որ վարչապետի սիրուհին, հավաքարար, կին, չէ, իրենք ԶԱԳՍ-ով ամուսնացած չէին, չգիտեմ ինչ, անկարգավիճակ, դրա համար եմ ասում, ժպիտը դեմքին, ամուսնության մատանին, մատը, լեզվաշարժերով, դե ինքը սիրում է, չէ, միշտ լեզուն խաղացնել, երբ որ ստոպ կադր եք դուք տալիս, դուք այդ ամենը տեսնում եք։ Ես այսօր բավականին մանրակրկիտ ուսումնասիրել եմ, լեզվախաղերով, ասում եմ, մատի մատանին, ծաղրանքով ասեց, բաժանվում ենք։
խնդրում եմ, էլի, այս մեյմունությունը, նոր գալիք աղետը, այս ամեն ինչ է, կրկեսը, սա ինչ էր ձեր կարծիքով։ Մանավանդ ես գիտեմ, ներեցեք, պարոն Սարգսյան, 2 թե 3 տարի առաջ, ամիս առաջ։ 2-3 ամիս առաջ, այո, պարոն Սարգսյանը, ես այսօր այս եթերից հետո այդ կտեղադրեմ եւ ամիսը եւ ամսաթիվը, պարոն Սարգսյանը զգուշացրել էր, որ ժամանակը անցնելու այս կրկեսը չէ, իրեն կազմակերպելու է։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Նախ բարև բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար։ Այն որ դուք մայմունություն եք անվանում, կոչվում է քաղտեխնոլոգիաների մեջ, իսկական քաղտեխնոլոգիաների, ոչ թե այն որ սովորացնում են համալսարաններում, կոչվում է եւ հատուկ ծառայությունների մեջ, կոչվում է puzzle, հա, puzzle-ը ոնց է հայերեն։ Այդ խաղերը չէ, որ Այն հավաքում գալավալոնկա, հա, գլուխ ջարդուկ են ասում ինչ, puzzle զոմբիրովնի, հա, այսինքն մի բան մի քանի ամիս առաջ ցույց է տրվում մարդկանց, հետո իբր դրա մասին մոռացվում է, հետո մի ուրիշ բան է ցույց տվում, հետո մի ուրիշ, բայց մարդկանց ենթագիտակցության մեջ այդ ամբողջը հավաքվում է եւ դա մարդուն սարքում է կոպիտ ասած զոմբի։ Հիմա երբ որ նրանք մի 3-4 ամիս առաջ հրապարակեցին մի նյութ, որ վարչապետի կինը երկար ժամանակ նրա կողքը չի, այլ ինչ-որ մի տիկին, որը որ ինչ-որ աշխատակազմի ղեկավար ինչ, դա արդեն առաջին ազդակն էր, որ հեսա գնալու են եւ հայտարարեն նոր տեխնոլոգիա չէ, այսինքն հին old tricks for old dog, հա, հին հնարքներ, հին շներ, ձեր շների համար, այսինքն քանի որ ռեյտինգը չի բարձրանում այս մարդու, ամեն ինչ փորձելու են։ Հիմա իրանք տեսել են, որ կա հաջող սցենար, լինի դա Բիլ Կլինտոնը, Մոնիկա Լևինսկին, լինի դա այդ լատինամերիկյան մի քանի երկրների ղեկավարները նույն այդ սցենարով անցան եւ հաջող անցավ։ Հիմա Այսինքն դուք կարծում եք, որ կարող է այս ամենից հետո Նիկոլի մոտ էլ հաջող է բաժանություն շոու կապիկություն։ Չէ, Նիկոլի մոտ չի հաջողվելու, տեսեք, Նիկոլի ռեյտինգը շատ է տառապում, բայց երբ որ կուսակցության մեջ չկա գաղափար, ֆրակցիայի մեջ չկա գաղափար, հա, նույնը Բիլ Կլինտոնի մոտ էր, ասենք, սաքսոֆոն նվագելով հաղթեց, հետո գաղափարականը չկա եւ նրանք բազում փորձեր արեցին այդ կիրակնորյա եկեղեցու արշավներ, վարչաբանդ, չգիտեմ, տարբեր ձևերով փորձում են վերակենդանացնել այդ ռեյտինգը, բայց չի ստացվում, ընկնում է, քանի որ չկա գաղափարականը, հիմա փորձում են ստեղծել մարդկայինը։ Եվ եթե այս փուչիկը լավ փչեն իրանց կառավարվող ընդդիմությունները, իրանց այդ կառավարվող մեդիաները, հա, ոնց որ փորձում էին փչել այդ եկեղեցու արշավները, որ բազմոս անգամ լրագրողներին դիմել եմ, ասել եմ պատմական իրադարձություն չի։ Ինչու եք գնում։ Թողեք Դոն Կիխոտի պես գնա դատարկ շենքի հետ կռվի, հա, Դոն Կիխոտը ոնց է հողմաղացի հետ կռվում։ Մի լուսաբանեք եկեղեցի գնալը, թողեք հասնի եկեղեցի հետ Դոն Կիխոտի պես այդ շենքի հետ կռվի։ Հիմա նույնն էլ էսա։ Փորձելու են փուչիկը ուռացնեն։ Եթե փուչիկը լավ կուռի, կբերեն, որ այս տիկինը կասի, որ ինձ դավաճանել է։ Մարդիկ սիրում են այդ պատմություններ, որ մարդը զղջում է։ Հետո պետք է սպասենք, որ Բիլ Կլինտոնի պես սկզբից հերքի, հետո դուրս գա ինքն էլ արտասվում է լավ, արցունքներով ներողություն խնդրի եւ մարդկանց մեջ ստեղծի այդ ժողովրդի լեզվով ասած մեղքալու կապը, հա, այսինքն ոչ թե գաղափարի շուրջ, այլ մարդուն ինչ որ համակրեն իր ազնվության, իր այդ զղջալու, մի խոսքով շատ ընդունված քաղտեխնոլոգիա, ասում եմ, հատկապես Ամերիկայի երևի 3 լատինամերիկյան պետություն
եւ ԱՄՆ-ն իհարկե այդ տեխնոլոգիան անցկացրել են եւ նրանց, քանի որ նրանց խորհրդատուներն էլ այդ կողմերից են, նրանք հայ ազգի բուն էությունը չգիտեն եւ այս ինչքան sense տեխնոլոգիա փորձելու են կիրառել չի աշխատելու եւ մյուսն էլ ժողովուրդը պետքա հիշի, եթե սուտը գալիս է մի աղբյուրից եւ լուսաբանվում է, նա տարածվում է, բայց հերիքա մի հատ ճիշտ եւ այդ սուտը ծրվում է, պետքա նոր սուտ ծրեն եւ քանի որ այսօրվա այս քաղաքական դաշտում ես բացի մեզանից քաղաքականն եմ ասում, կամ վերլուծաբաններ, որ նույն կարծիքին են, կամ հասարակական գործիչներ, որ նույն կարծիքները կարտահայտեն, որոշը մեզ կրկնօրինակեն, հիմա տեսեք մի քանի ամիս առաջ եմ ես ասել, որ ժողովուրդ սպասեք սրան, այս բաժանությանը այո, թիկ-թիկ Թակոյ Ասլանյանի մոտ եթերում ենք, ես հիշում եմ նույնիսկ նա ասաց Մեղայ Աստծո, ասաց այդ Մեղայ Աստծոն գալու է։ Հիմա քանի որ ոչ ոք չի ասել դրա մասին, չգիտեմ ինչի չեն ասել, հիմա փորձելու են էլի այդ կառավարող ընդդիմություն բան ասեն, գնան էլի փողի վրա, որպեսի ուրացնեն, բա այդ Land Cruiser-ները, բա այդ թիկնազորը, բա այդ մեր հարկատուների ծախսած փողերը, որպեսի ուրացնեն, հա, թե հիմա իրականում տիկինը ինձ համար էական նշանակություն չունի, նա ամուսնացած էր, թե ամուսնացած չէր, չէ, ոնց էական նշանակություն չունի, չէ, կներեք, ես այստեղ վերեք համամիջ եմ։ Լավ, ես բացատրեմ։ Ահա։ Հիմա եթե կինը ասում է, սա իմ ամուսինն է, վերջ, էական Բարև ձեզ, չկա նման հասկացողություն։ Մի րոպե ես բացատրեմ։ Եթե ուրիշ հարց է, ասենք, որ չի ճանաչվում որպես առաջին տիկին եւ հարկատուների հաշվին մեքենա են գնում, այստեղ հարկատուները կարող է հարց տան։ Բա լավ, եթե 2 հատ պահես, 3 հատ պահես, մենք ասենք մեր սիրածներին պահենք, ձեր սիրածներին պահենք, հասկանում եք, այստեղ արդեն լուրջ հարց կա, որ հարկատուները կարող են հարց տալու։ Այսօր եթե այս ներկայացումից հետո նույնիսկ տիկինը ունենա թիկնապա, տիկինը ունենա կամ նույն տեղը ապրի, մեզանից ոչ ոք չի իմանալու։ Այդ ստից, որ գնում եմ ինչ-որ բարձր բնակարան ապրեմ, մեքենա չունեմ, ես չգիտեմ, բնակարան չունեմ։ Ասենք, ինքն ասես բնակարան չունեմ, մեքենա չունեմ, գումար չունեմ, բոմժի քարտի վրա կար 5 միլիոն դրամ, բայց հայտարարագրված է, ինքն է հայտարարագրել, մեքենա, բնակարան, 100 միլիոն դրամ, դեն Ալան Թալանը կեղտոտ գործարքները կամ են ալիգարխներին կովի նման կթել է, ինչքան գումարները ալիգարխներին կթել, դրանք չի ասում։ Ես գիտեմ, որ դուք հիմնադրամ ունեք, ահագին օգնում եք, երևի սկսեք օգնել առաջի տիկնոջը, ձեր հիմնադրամով կազմակերպեք։ Ես հիմնադրամ ունեմ, պարոն Սարգսյան, կոչվում է Պարքևիր ժպիտ հիմնադրամը, այո, արցախցիները կարող են փաստել, Արցախում շատ մեծ օգնություններ են տարել, բայց ցավոք սրտի պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո ես ժամանակավորապես կասեցրեցի, ասեցի առայժմ ոչ մի գործարքներ չեմ անելու, բայց ճիշտ եք ասում, գիտեք, երևի դե 5 րոպե է վերաբացել, ժողովուրդ ջան, օրինակ ինչ կարծիքի եք, բարեգործական հիմնադրամը նորից վերաբացեմ, այս մեր եթիմի համար սկսենք փոխհավաքել։ Դուք պատրաստ եք գումար։ Այո, Ինչքան օրինակ, ինչքան գումար կփոխանցեք այս մեր բոմժի համար։ Կեղծ ու կրակ են թանկանոց մուշտակները, բաները, որ հագնում էր, այն բաները, այն թվանոց զարդեր, բան։ Օրինակ հիմա ինքը դարձել է նորից առաջվա բոմժ է։ Ես իրան տեսել եմ, էլի sense կեղտոտ խուճուճ մազերով, իր հագած շալվարը մաքսիմում եղել է ամենաշատը 10,000։ Նա ասեք, էլի, առաջի գումարը ինչքան կլինի մեր բոմժի համար։ Ես տեսեք կանանց ու երեխաների համար ված չեմ արտահայտվում, բայց որ դուք Դե դրա համար էլ այսօրին ենք, ես էլ արտահայտվում եմ, ասում են Արիանանը, ասում է, որ դուք բացեք վերաբացեք ձեր հիմնադրամը
դրամահավաք կազմակերպեք Չի առաջին որ ասեմ նախ իմ համար փոխանցեք կփոխանցեք, թե մենակ այս սրա համար պիտի փոխանցեք։ ձեր համար էլ կփոխանցենք։ Մի Ժողովուրդ խոսքով ջան, ստեղ ով կա փողուզող, պարոն Սարգսյանը կփոխանցի, բայց կատակը մի կողմ շատ լավ միտք ասեցիք, մի պարոն խոսքով Սարգսյան։ քաղ տեխնոլոգիա հատուկ ծառայությունները դա կոչում են եմ ասում puzzle զամբիրովանի, հա, որը ոչ շատ էֆեկտիվ աշխատում է եւ հիմա մեր այս կեղծ կառավարվող ընդդիմությունները իրանց արբանյակներով պիտի փչեն այս փուչիկը, փչեն, այսինքն բոլոր սոցհարթակները, բոլոր լրատվականները զբաղեցնելու մեթոդ, այսինքն եթե հիմա խոսանք որ այս տեխնոլոգիան ինչա տալու շատ երկար է լինելու հաղորդումը հիմնականը ասեցի ստեղծել քանի որ չկա գաղափարական կապ ժողովրդի հետ ստեղծել այդ մեղքալու կապը մարդկային կապ հուզողական կապ մյուսը էլի եմ ասում որ զբաղեցնել սոցհարթակները իրենց օրակարգով որպեսզի ուրիշ օրակարգ չներթափանցի իրանց ձախողումները իրանց արտասահմանյան ձախողումները իրանց ասենք հարևան երկրի քայլերը հարևան երկրի ինչ հայցեր է ներկայացնում այսօր Սումգայիթի օրներ Ադրբեջանը այսօր խոսում էր էլի Խոջալուի կոտորիև հայց էր ներկայացնում այսինքն որպեսզի այս բոլոր բաները չթափանցի կա ավելի կարևոր օրակարգ բոլոր թե սոցհարթակները թե մեդիան զբաղեցնել խեղդել ճնշել այս կարևոր այսինքն այս երկու հիմնականը բացատրեցի ասում եմ իրականում շատ մեծ հարց է լուծում այս տեխնոլոգիան բայց երկու հիմնականը որ պետքա ժողովուրդը իմանա ու չտարվի այս կեղծ օրակարգով մտածի ձախողումների մասին մտածի ասենք ամեն այս իշխանության քայլերի մասին ինչա կատարում եւ հասկանա որ ոչ թե գնում է տերդեր ընտրի ոչ թե գնում է առաջին տիկին ընտրի այլ գնալու է ազգային ժողովի ընտրություններին Այստեղ պարոն Սարգսյան ինչ որ անանուն մեկը գրել է ես կարծում եմ Արտակ Սարգսյանին չի սազում այս թեման զրուցել մեր երկիրը քաղաքական լուրջ խնդրի առաջ կանգնած է հարգելի զոմբի դուք այդքան ոնց ասեմ ձեզ էլի ես խնդրում եմ էլի ձեր նման տգետները թողի մեջ չմտնեն այսօրվա ամենալուրջ թեման նա է որ ձեր երկրի քո երկրի քո հողի գրաբողը որ գրավել է աթոռին վերընկածա ու ձեզ հանձնում է Թուրքին տգետ հիմար դա Աննա Հակոբյանն է ով ձեր ուղեղը դեգրադացնում է իր հիմար ամուսնալուծություններով իսկ եթե դուք եւ ձեր նման տգետ անասունները մտածում են մեր երկրի համար մի անգամ ոչ թե ֆեյքով գրեք ողորմելի յոնջա գզողներ ձեր դեմքով դուրս եկեք ու ձեր հողի համար պայքարեք ներեցեք նամանավանդ որ սա հենց քաղաքական հարց է ոչ թե ինչ-որ սովորական ամուսնալուծություն երևի այդ մարդը ավելի շուտ է գրել չի լսում մեկնաբանությունները սա քաղաքական հարց է լուրջ քաղաքական տեխնոլոգիա որը որ մարդկանց զոմբի է սարքում այստեղ ինչ որ Վերգին է Վարդանյան գրել է նայեցեք կակրաս էլի ասեմ ու անցնենք հաջորդ հարցերին հիմա ես այդ պատասխանը կտամ Վերգինե ջան Գագիկ Թադևոսյան ոմն չգիտեմ ով է Գագիկ Թադևոսյանը ես չեմ ճանաչում ասում է որ Ռուսաստանում Մոսկվայում Ռուբլիովկայում տուն է առել եւ ունի ռուսական անձնագիր ես ձեզ 100%-ով վստահեցնում եմ որ Ռուսաստանում այս դավաճան ամուսինները տուն ռուսական անձնագիր չունեն ես դա ասում եմ $1,000,000% ես չեմ կարա դա ասեմ որ ինչ անձնագիր ունեն կանադական կունենան ռուսական կունենան բայց ինձ թվում է նրանք Պարաշենկոյի կողքը հիմա չեն ուզում հայտնվեն եւ այդ ձեր կեղծ թեզերը թե Փաշինյանը քաղաքականությունից հոգնել է ուզում է գնա ոչ այդ մարդը չի հոգնել եւ Պարաշենկոյի կողքը չի փախնելու չի գնալու էդի իր ուղղորդված էլի թեմաներն է որ գալիս է թե իբր
հոգնել է քաղաքականությունից, ուզում է գնա, ոչ, Փաշինյանը քաղաքականությունից չի հոգնել, նա շատ լուրջ հարցեր ունի, որ միջև գնալը պետքա լուծի եւ մենք պետքա չթողենք։ Այո, միանշանակ, պարոն Սարգսյան, ես այսօր առավոտյան էլ, երբ որ այդտեղ որ ասում աչքերս նոր է բացել, երբ որ այս դավաճանի, հա, սիրուհին անկարգավիճակ ունեցող անձը, հա, որ կար այդ տեսանյութը, որ հրապարակել էր տեսա, նույնը ես, հա, շատ արագ ժամայինի կողմերն էր ուղիղ եթեր մտա եւ ասեցի, այո, դուք շատ ճիշտ եք ասում, որ խղճահարություն է առաջացնում եւ շեղում են մարդկանց հենց ընտրություններից ընդառաջ, որովհետեւ ժողովուրդ ջան, ես ձեզ այսօր եւ թե մեկը հումորով, եւ թե մեկը առաջին լայվը շատ բարկացած, անգամ մտքերս ես նորմալ չէի կարողանում հավաքեի, որովհետև շոկ էի ապրում, որ մեր ժողովրդին այս երկու կրկեսի հիպիները պարզապես դրել են բոլորի սեշի տեղ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, խոսենք նաև ձեզ շատ մի հարազատ, հա, թեմայի շուրջ։ Օրինակ, տեսեք, ոստիկանությունում մենք ունենք մի կին կերպար, ով նախարարի աթոռն է զբաղեցնում։ Ես դա մի շեշտել եմ, ով ժամանակին արդարադատության նախարարությունում սուրճ էր եփում, հիմա սենց տակ-տակ տեղավորել եմ որպես ՆԳ նախարար։ Տեսեք, եղան բազմաթիվ աղմկահարույց սպանություններ, դանակահարություններ, կրակոցներ, բարդակ քաղաքում, անգամ դուք եք շատ ժամանակ լսել եմ բարկացած ոնց եք խոսում, որ ոչ մի նորմալ բարեկ չի կարողանում ճիշտ ճանապարհները բացել, բոլորս ամեն առավոտ արթնանում ենք սպանություն, դանակահարություն, զենք են կիրառում, բայց մեր ՆԳՆ կոչված նախարարուհին սենց զուբրի տարած բառերը անգիր է անում եւ նստում է կամերայի առաջ ու ասում է, որ հանցագործությունների թիվը նվազել է։ Խաբում է բավական չէ, այո, ես համամիտ եմ, որ նվազել է, որովհետեւ ես արդեն որի-օրդ անգամն ասում եմ, այսօր նաեւ քանի որ մենք միասին ենք, նորից շեշտեմ, այս եթերի ընթացքում, այո, էլ 1-2-ով իրար չեն գրակում, այլ մի քանի հոգով, 10, 20, 30, 40, 50 հոգով, եւ գիտեք ամենահետաքրքիրը որն էր, որ 2-3 օր առաջ պետական դավաճանը, վարչապետի աթոռը զբաղեցնող Արարածը, Թուրքի գործակալը, հա, Ալիևի Էրդողանի կամակատարը, ոնց են ասում, ստորագրում է հեռացնել, հա, հրամանագիր, կայքետը WhatsApp-ով չի հեռացնում այս անգամ։ Չէ, անգամ։ WhatsApp-ով չէ, այս անգամ WhatsApp-ով չէր, պաշտոնական էր, աշխատանքից հեռացնում է բարեկային ծառայության պետին, դղկին, ածական անունը, նա սենց չգիտեմ, մի հատ սենց ինչ, կարոջի ցույց ցրողներն են եղել ժամանակին, բախտի բերումով եկել նստել են պաշտոնին, դրան եւ քրեականի վարչության պետին, Վարդան Վարդանյանին, օֆիցիալ մի աղմկահարույց սենց ինֆոներ, վարչապետի ստորագրությամբ հեռացվեց, այսինչ մարդիկ, իդեպ ձեզ ասեմ, վատ աշխատելու համար, մեր այս Տոզդոևնան, օй, ներեցեք, 3 հոգու հեռացրեց։ 3 հոգու, այո, 3 հոգու հեռացրեց, մեր այս ՆԳՆ անգրագետ նախարարուհին, պարոն Սարգսյան, վատ աշխատողներին վերցրեց, տարավ, նշանակեց մեկին օգնական, մեկին իրեն փոխնախարար, խնդրում եմ էլի բացատրեք, ասենք ՆԳՆ նախարարուհին թքած ունի իր ղեկավարի որոշման վրա կամ սա ինչ էր նշանակում, վարչապետը հեռացնում է վատ աշխատելու համար, այս ՆԳՆ նախարար կոչվածը տանում է իրան օգնական մեկին փոխնախարար, որ ավելի գազազացնեն ժողովրդին, այս 3 արարածները, հա, ովքեր այս բարդակի եւ Տոզդոևնայից սկսած, հա, այս ամենի հեղինակն են, գնացել են, որ այդ վատ խորհուրդները էլ ավելի լցնեն
այս չհասկացող նախարարի ականջների։ Հիմա Ասեք, տեսեք, սա ինչ է սա ոչ նշանակում։ միայն Եվ նաև թույլ տվեք, ես ձեզ ասեմ, որ օրեր առաջ դուք, չէ, վայ, այդ տղայի անունը, Լենդրուշ Լենդրուշի յութուբյան կանալում դուք բացատրել եք ուղիղ եթեր մեխանիզմը, ունեին, այո, դա ուղիղ եթեր ունեիք, այդ մեխանիզմը դուք բացատրել եք, թե ոնց պետքա ճիշտ աշխատի ոստիկանության համակարգը, Լենդրուշի յութուբյան կանալի վրա հենց նախարարությունից, չէ, բողոք է գնացել եւ հենց ձեր հաղորդումը հեռացվել է յութուբյան կանալից։ այո, հեռացվել է, այդ տղան փորձում է ետ բերել, իհարկե երկար տեսնում 14,000 մարդ դիտել էր արդեն, երևի առաջի թե երկրորդ օրը միանգամից բողոք էին գրել, որպեսզի այդ վիդեոն հեռացվի, քանի որ այնտեղ մանրամասը քայլ-քայլ բացատրել Բայց էի։ այստեղ էլ ասեք, պարոն Սարգսյան, քանի որ ես շատ լավ գիտեմ, դուք դրա մասնագետն եք, դուք շատ երկար տարիներ Կենիայի փոխոստիկանապետն եք եղել, դա հենց ձեր գործն է։ Տեսեք, այստեղ ոչ միայն ՆԳՆ նախարարը պետքա հեռացվի, պետքա հեռացվի ԱԱԾ-ի ղեկավարը, պետքա հեռացվի Սահմանապահ զորքերի ղեկավարը, քանի որ այդ անվտանգության համակարգը, որ փլվել է, ոչ միայն ՆԳՆ-ն է, այլ ամբողջ այս անվտանգության համակարգը։ Հիմա ինչ վերաբերվում է այդ 3 անձանց, ով հեռացվել է եւ գնացել են իբր հանրային դրդումներով, որը որ ես հասկանում եմ առանց աշխատավարձի։ Ես չեմ կարծում։ Դվիշտո։ Դե եթե հանրային խոսքը գնում է հանրային դրդումներով, դա նշանակում է առանց աշխատավարձի։ Այսինքն եթե մեկին աշխատավարձ է տալի, որ աշխատի, նա իր գործը չի անում, ես պատկերացնում եմ, որ եթե առանց աշխատավարձի ինչ։ Հիմա հիմնական դրդումները կամ ինչի են վերցրել, ստեղ երկու պատճառ կա, մեկը որ վարչապետը չի կառավարում, այլ կան անձինք, որ կառավարում են եւ նշանակում են։ Երկրորդը, որ ասենք, այս 3 հոգին այնց մեծ ինֆորմացիա ունեն, կոմպրոմատ ունեն թե վարչապետի, թե ՆԳՆ նախարարի վրա կամ հանդեպ, որ վտանգավոր է նրանց թողել, որպեսզի նրանք գնան եւ միանան ընդդիմությանը, որ հանկարծ Արտակ Սարգսյանի պես մի մարդ դուրս գա եւ ասի ճշմարտության համար պարգևավճար եմ տալիս, եկեք ճշմարտությունը պատմեք եւ նրանք էլ չունեն դեր պապա, ոնց որ Արգիշտին, որ առաջարկեցինք պարգևավճար, բայց գործունելու շատ բաներ ունեին, չհամաձայնվեց, սրանք դեր պապա չունեն, կարող է համաձայնվեն, այսինքն սրանց թողել առանց այդ շղթայի, որպեսզի սրանք գնան դառնան ընդդիմադիր, շատ վտանգավոր է եւ պետքա բերել, հավաքել ու այդ խոստումները տալ, որ մի քիչ դիմացեք, հեսա վարչապետը ձեզ ավելի բարձր պաշտոն կտա, հեսա ժողովուրդը մի քիչ թող մոռանա, ժողովրդի հիշողությունը կարծա եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ պետք է արվել, որ այս մարդիկ չեն անում կամ չեն ուզում անեն։ Առաջինը իհարկե պետք է հայտարարվի համաներում ապօրինի զենքերի համար եւ պետությունը պետք է վճարի շուկայական կամ շուկայականից բարձր գին եւ գնի այդ զենքը ժողովրդի մոտից։ Խոսքը գնում է այս ապօրինի զենքից։ Երկրորդը պետք է անպայման լինի կոնֆլիկտային քարտեզ։ Հենց այսօր կինստան ոչ թե այսօրվա իրադարձությունները նշեն, այլ երեկվա։ Ընտանեկական խնդիրներ, խմբերի մեջ խնդիրներ, հարևանության մեջ խնդիրներ ընդգրկված լինեն իրենց այդ գործ տվողները, լիազորները, օպերատիվ ինֆորմացիա, տարբեր ինֆորմացիաներ կազմում է եւ ուղիղ համարյա ուղիղ եթերում անընդհատ այդ ինֆորմացիան փոխում է եւ նրանք այսօր էլեկտրոնային է, պետք չի ձեռով գրեն, երբ որ տեսնում են մի բան կարմրում է, ինֆորմացիան եկավ, կանխարգելող միջոցներ պետք է ձեռնարկեն, ասում եմ, ես անցած անգամ ասացի, եթե գիտեն, որ բախում է լինելու, հասարակ 2 բարեկային մեքենա այնտեղ ուղարկել եւ այդ բախումը այդ ժամանակ կարող է ծրվի, դա սովորական պրակտիկա է։ Մի խոսքով քայլերը շատ են, որ պետք է անեին եւ չեն արել, չեն ուզեցել, ես չեմ կարծում, որ չեն ուզեցել, գիտեմ, որ անգրագետ են
իրանք բացի ձեր ասած այդ ցույց ծրելուց են էլ խուժանավարի ցույց ծրել, ասենք, ու ես երբ որ նայում եմ ես վերջում Ալիևի թիկնապաների այդ լկտի պահվածը Ամերիկայում, ինչ խուժանավարի են ծրում, հա, ասենք, մենք էլ ենք ունեցել Աֆրիկայում դեպքեր, երբ որ թիկնապաները ինչ-որ մեկին վերման են ենթարկում, կատարում ոչ թե այտենց թռնելով, քացով խփելով, ես չգիտեմ, փողոցի կռիվ, այլ կան հատուկ հնարքներ, հատուկ միջոցներ կիրառելով, ու սրանք այդ ցույց ծրելը եւ ասենք Ալիևի թիկնապաները, որ նայում ես նույն ձեռագիրն է, հասկանում եք, այդ ցույց ծրելն են օրենքով կարգավորվում այդ բանով էլ չես կարող ամեն տեղ մարդուն խփես, բայց սրանց մոտ ամեն տեղ խփում են, ամեն ինչ անում են։ Մի խոսքով աշխատանքները շատ մեծ է, թերացել են բոլորը թերացել են, սկսած ԱԱԾ-ից, Աշխատանք չկա, այո։ այդ որ այդքան զենք կա այս երկրում եւ ԱԱԾ-ն նստած է, ես չգիտեմ ինչի է նստած, զենքը արդեն ազգային անվտանգության հարց է։ Ու էլ եմ կրկնում, զենքը չի կրակում փողոցում, զենքը կրակում է, երբ որ հայտնվում է սխալ մարդու ձեռքում։ Հենց հայտնվեց զենքը սխալ մարդու ձեռքում, կապ չունի, մի օրից է կրակելու, մի շաբաթից, մի տարուց մեկ է կրակելու։ Այդ ազգային անվտանգությունը, որ հրապարակումներ էր անում, այսքան զենք է կորել, էշի ականջում քնած եք, բայց զենքերը ո՞նց եղավ, որ երիտասարդը Աչափնյակում Կալաշնիկովով փողոցով քայլելով եկավ ու մարդ սպանեց, բայց այդ Կալաշնիկովի մասին դուք չգիտեիք։ Իհարկե գիտեին։ Մի խոսքով չունեն ինֆորմացիա, օգտագործում են իրենց օգտին, տեսեք, այս անգամ վարչապետը դուրս չեկավ եւ վենդետա չասեց, քանի որ քաղաքական չէր այս սպանությունը, ասաց լավ, թող քննիչները իրենց գործը անեն, հասկանում եք, իսկ երբ որ խոսքը հասնում է քաղաքական սպանություններին, մեր ամենագիտուն վարչապետը միանգամից տալիս է վարկած, որը որ նախաքննությունը հենց այդ վարկածով էլ տանելու է ու ճնշելու է նախաքննությանը։ Այստեղ Վահրամ Հայրապետյանն է գրել, ես արդեն Աննա Հակոբյանին ամուսնանալու առաջարկություն եմ արել, մի բարձի ծերանակ, եւ նաեւ մի հետաքրքիր հարց, իմ շատ լավ հետևորդներից մշտական Գրնո Ալեքսն է գրել, գեներալ ջան, մարզերում երբեք հանդիպումներ ունենալու, շատ են այդ հարցը ինձ գրում։ Տեսեք, մենք մարզեր գնացել ենք, շաբաթ օրը մի քիչ հեռու մարզ ենք գնալու, բայց չեն տեսնում մարդիկ, հասկանում եք։ Ոչ, կսկսեն տեսնել։ Երբ։ Դե մենք արդեն այցելություններ մարզեր կատարել ենք։ Գառնիկ պարոն Գառնիկ ինչան։ Գրնոն մեր, Գրնոն ես չգիտեմ որ մարզից է, բայց թող կապնվի, տեսնենք, կպայմանավորվենք իրենց մարզեր կայցելենք։ Շատ լավ, իդեպ ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, կարծես թե մարտի 2-3 արդեն կուսակցության պատասխանը արդեն գրանցված է, չէ՞ լինելու։ Չգիտենք։ Հուսանք, հա։ Չգիտեմ։ Հուսանք արդեն պաշտոնապես կհայտարարենք, Աստված առաջ։ Ես ակնկալիքներ այս պետությունից չունեմ։ Ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, որ արդեն ամիսներ, չէ, պարոն Սարգսյան, որ դուք դիմել եք գրանցվելու համար, ամեն անգամ տարի 6 ամիս։ Տարի 6 ամիս, այո։ Սկզբից մենք, ասենք, մեր կողմից բաց թողումներ կար տեխնիկական, շտկում ենք, հետո արդեն լավ, չանդրադառնանք դեռ այդ ծառայությանը, հույս ունենանք, որ իրենք Ես հույս ունեմ, որ պետքա լինի, եթե չեղավ։ Բայրակթարերը մենք սկսում ենք բաց թողել։ Պարոն Սարգսյան, խոսենք իմ շատ, այս անգամ իմ սիրելի թեմաներից, հա, ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Տեսեք, Նիկոլի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վեր կացավ, այն շատ նեղ վիճակում, որ էլ տեսնում է հույս չունի մարդը, էլ ինչ ձև մարդկանց խափի, ասաց, որ 10,000 դրամով թոշակները բարձրացնում են, բայց նա չասաց, որ ոչ բոլորին է այդ 10,000-ը հասնում։ Ինքը այն տեսակ ներկայացրեց, որ
10,000 համատարած հասնում է ավելացնում է բոլոր թոշակառուներին։ Ուզում եմ շեշտել, որ ոչ հարգելիներս բոլորը չի հասնում այդ 10,000-ը։ Դա ասեց, դրան հաջորդեց մեր սիրուն սիմպաթիչնի երիտասարդ է, որ 150 դրամով բուլկի է առնում, գժում եմ ես իր համար, հաջորդեց իր գրառումը, որ մենք, Սամվել Կարապետյանը ստիպեց Նիկոլին, որ Նիկոլը 10,000 դրամով բարձրացրեց թոշակները, հետո Վիոլա ջուրը հայտարարություն է տարածում, որ մարտի 1-ից չգիտեմ որ ամսից, որ ջրերը կտրում են 7 ժամով, շատ արագ դրան արձագանքեց կառավարությունը, Նիկոլ կոչվածը, որ տիպը միջամտել է Վիոլա ջրին, որ ջրերը չեն անջատի, ժողովուրդը ջուր կունենա, հաջորդ օրը շատ արագ արձագանքում է Սամվել Կարապետյանի մեր ձևով կա է, մեր ձևով, հետո փոխեցին ուժեղ Հայաստան, բան էլի, դրանց մամուլի խոսնակը, ասենց հապճե վիդեո արեց, ձեր հետ մի քիչ ինձ համեստ պայեմ, մտավ եթեր ասեց, Նարեկ Կարապետյանը ստիպեց, որ ջրերը չկտրեն, խնդրում եմ էլի, ասենք կարող է պարոն Սարգսյան, Նարեկ Կարապետյանը, այդ 150 դրամով, որ մարդկանց խաբում ասում, բուլկի գնեք, բուտկաներից գնեք, հարկեր չեք մուծի։ Լավ։ Կարող ասենք, ես հիմա կասկածում եմ, քանի իրանք չեն հայտարարել, այս հարցը իրանց տամ, կարող է դուք եք ստիպել, որ Նիկոլն ու Աննան բաժանվել են, արդեն կասկածում եմ։ Լավ, գանք այդ 10,000-ներից այն հարցը, որ 10,000-ը բոլորը չեն ստանում, արդեն կա վտանգ, որ ոչ ոք չի ստանալու։ Այսինքն այն հարցը, որ 10,000 դրամը ոչ բոլորի մոտ լինելու, դա կա վտանգ, որ ընդհանրապես ոչ ոքի չեն տալու եւ մեկը մտածել է դե երևի իրանն են բարձրացրել, մյուսը նրանը եւ բոլորն էլ խաբված մնալու են։ Ես ասացի կա վտանգ։ Հիմա երկրորդ հարցը, թե ինչ որ 10,000 դրամով ստիպել են թոշակը, բա 20,000 ստիպեիք թող բարձրանա, բա վաղուց ստիպեիք, բա անվճար հոսանք տայիք մարդկանց, բա ստիպեք թող ձեր հեծը ձեզ հետ տան, բա ստիպեք որ Արցախը հետ վերցնի, բայց ուժեղ մարդիկ եք, տեսեք, եթե ես եւ դուք հայտարարեք, հա, նույն բանը, մենք դուրս գանք հայտարարենք, որ մենք ստիպել ենք վարչապետին, Փաշինյանին, կառավարությանը, որպեսզի այսպիսի քայլ անեն։ Մեր վրա ոչ թե քաղաքացիական հայց, այլ քրեական վարույթ կսկսվի կեղծ լուրեր տարածելու համար։ Կան լավ լրագրողներ, որ ոչ թե հայց է ներկայացում նրանց վրա, այլ քրեական վարույթ կեղծ լուրեր տարածելու համար։ Հիմա այն հարցը, որ այս մարդկանց վրա քրեական վարույթ չի սկսվել եւ մենք հաստատ գիտենք, որ նրանք ոչ մի քայլով 10,000 դրամ չէին ավելացնելու, ոչ էլ Վիոլա ջրի վրա էին ազդելու, դա ցույց է տալի, որ մի թիմ են, մեկը մեկին պաս են տալիս, Վիոլա ջրի արարքը իհարկե նորից կազմակերպված ակցիա է, ասում են դու սենց կհայտարարես, մենք սենց կանենք, որպեսզի այդ էժան վարքագիծը ձեռք բերեն ընտրություններից առաջ ամենափրկիչն, բայց էլի չի աշխատում, այնքան է ժողովուրդը այս 33 տարվա մեջ այտենց խափնվել, որ արդեն ժողովուրդը հասկանում է, այսինչ կապիկություն է, էլի սրանց մոտ։ Մի խոսքով ես այդ շարժմանը լուրջ չեմ ընդունում, ոչ էլ այդ կուսակցությանն լուրջ ընդունում, նրանք Բայց բոլորին, պարոն Սարգսյան, իրենք համոզում են, որ ամեն օր իրենք գրում են մնաց 101 օր, այսօր գրել են մնաց 100 օր, կասեք էլի։ Դե հիմա Քոչարյանն էլ էր 100 օրում հեռացնում Նիկոլին, այդ 100 օրը նույնը չի, Տերդերն էլ էր 100 օրում, այն դաշնակները դուրս եկան, ասին 100 օրից մենք ուրիշ օրակարգով կգանք Դե վաղ պարլամենտ, իրենք ասելու են մնաց 99 օր։
Հա, հենց Ինչով են այդքան վստահ։ Քոչարյանը նույն, հա, 100 օրից 10 օր պակաս էր ասում Քոչարյանը, հա։ Քանի 3 ամիս ասեց, ինչ ասեց, չէ։ 3 ամսով Հա, գնում են 100 ազգային օրից 10 օր ժողովուրդ պակաս էր ասել, հիմա 10 օր ավելացրել են։ Նույնն է, կամ էլ արդեն պայմանավորվել են, պետքա փորձեն իշխանության տրանզիտ անել, ոնց որ իրանք առաջի օրը հայտարարել են, որ մենք Փաշինյանին կուղարկենք ընդդիմություն, Այո, եւ աշխատավարձ կտանք։ հա, ու այս ժողովրդի կյանքում էլ ոչ մի բան չի փոխվելու, այսինքն օտար երկրացուն փորձելու են բերեն երկրի ղեկավար, վաղը թուրք կրնի այդ օտար երկրացին, եթե չհաջողվի, կասեն դե լավ, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, հանրաքվեով փորձեցինք օրենք փոխենք, չստացվեց, դե մենք էլ մեր, ասենք, թեկնածուն թող լինի Քոչարյանը, լավ, հա։ Օրինակ Նարեկին Էրիկ թե առաջորդը, չգիտեմ, երևի թե տեսած կլինեք, լրագրողը հարց է տալիս, հա, ասում է անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը ձեր թեկնածուն ո՞րն է լինում, կնքում է, չի կարողանում, այնտեղ առաջ է գալիս մամլո խոսնակը, հա, ասում է թողեք բան էլ ինքը հետո ձեր հարցերին կպատասխանի, չէ, փաստորեն ոչ մի հարցերի լրատվամիջոցները իրենք հստակ չեն Դե պատասխանում։ տեսեք, երբ որ այդ ժողովրդի լեզվով ասած զուբրի տարած կուսակցություններ են, հա, որ պայմանավորված հարցազրույցներ են կազմում, այդ նույն այդ լրագրողներին ասում են դու ես պատասխանը կտաս, դու ես պատասխանը, ես այս հարցը կտամ, դու ես պատասխանը տուր, բայց հենց լիմիտը պրծնում է արդեն լրվում են ժողովրդի լեզվով ասած, որ թիմը պետքա փորձի իրանց փրկի, հա, մի բան ասի, մի տեղ տանի, մի ձև շեղի։ Ես էլ եմ ասում, ես այդ ուժին լուրջ ուժ չեմ համարում, ես տեսնում եմ նույն այսօրվա իշխանության մի թևը, այն 3 գլխանի հրեշից մի գլուխն է, մարմինը նույնն է, բայց գլուխը նույնն է, եւ եթե այսօր, հենց այսօր ընտրություն լինի, մի շաբաթ առաջ էլ էր, նույնը 2 շաբաթ առաջ էլ իրանք 4-5% հազիվ հավաքեն, եթե սենց մի քանի ելույթ էլ ունենան, կարող է այդ շեմն էլ չկարողանան անցնել, դե հիմա փորձեն իշխանության հետ համագործակցեն, անցնեն, դա մեր ժողովրդի ձեռն է, որ չթողեն այդ քայլերը անել։ Իրանք այն իզգոյների մեջ են, որը որ ասենք այդ Քոչարյանն է, հասկանում եմ, նույն իզգոյների շարքում են այս մարդիկ։ Այսօր հրապարակել էին, որ բանկի դեմ սանկցիաներ են դնում, ասում են բանկ չկա, բայց Լոնդոնում, չէ՞։ Լոնդոնում չէ, է։ ռուսականում է բանկը, բայց Լոնդոն բանկ ունի։ Հա, այսինքն բարերար արդեն էլ չեն ասում մեր շատ ասելուց հետո, քանի որ բանկ ունեցողը կյանքում բարերար չի կարա լինի, 1000 հոգուց տուն խլես, գաս մեկին տուն նվեր տաս, իբր թե բարերար ես, հասկանում եք, կամ այդ որ այդքան իրանք բերում էին Արցախի հիվանդանոցը, արցախցիքին զանգել ենք, հարցրել ենք, արցախցու համար գալ Հայաստան բուժվել ավելի էժան էր, քան թե այդ Արցախի հիվանդանոցում, հետո էլի փոխեցին, ասեցին մենք չգիտեինք, որ այնտեղ փող էին ասում։ Մի խոսքով մի բառը մյուսին չբռնող, էլ բարերար բառը չեն ասում, քանի որ հասկացան, որ ժողովուրդը չի ուտում այդ բառը բարերար, հիմա փորձում են, ես չգիտեմ, տարբեր ուրիշ բառեր բերեն, բայց չի լինում, հասկանում եք, երբ որ այդ լրիվ կթափեն, կտենան տակը ինչ է մնում, այդ դրան ժողովուրդը կընդունի, թե չի ընդունի, ժողովուրդը կորոշի, հասկանում եք։ Ցավոք սրտի, գիտեք, ինչն է ամենատահաճը, որ այս նոր ձևով կամ ուժեղ Հայաստան, հա, իրենց հռչակած փրկիչները եւ ՔՊ-ն ոչ մի բանով չեն տարբերվում իրարից, գիտեք ինչու, որովհետեւ ժամանակին եւ մինչեւ այսօր Նիկոլի ֆեյքերը, այն որ մտնում են սեռական հայոյանքներով, ամենավերջի բառերով մարդկանց վախացնելով, կոմենտներ են գրում, նույնը անում են սրանց ֆեյքերը։ Երևի թե ամենաէսպայի դրությամբ եղել է Նիկոլի ֆեյքերը շատը, սրանց Սամվել Կարապետյանից եւ Քոչարյան։ Սրանց ֆեյքերը, ներեցեք ավարտեմ, եւ
ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ սրանց միջի եւ թե տղամարդիկ, որ սա նախկին են։ Օրինակ ժողովուրդ ջան, դուք որ ուզում եք բերեք իրենց, դուք չեք պատկերացնում, որ սա նախկինները հետ են գալու։ Բոլոր, Բայց որը տենք չի։ հա, բոլոր նախկիններին հետ է բերելու Սամվել Կարապետյանը։ Լուրջ եք ասում, որ գալիս է երկիր փրկի։ Որը տենք չի, նկարեիք ուղարկել ինձ անցած օրը։ Այո, այնտեղ Գուրգեն Սիմոնյան, ու տես լիքը հանդես են գալիս ժողովուրդ ջան, որ բացել են կուսակցություն եւ ուզում են փրկեն հայրենիքը, բայց բոլորը Նիկոլի կադրերն են։ Դե դրա համար հիմա տեսեք Նիկոլին ինչի է ձեռ տալի այս օրակարգը։ Անդիմության դեմ կխոսաս, կամ իրան ռեկլամ կանես, կամ իրա հետ կկրվես, հա, նա Նիկոլի այդ զոհ տվածնա, Նիկոլին կմոռանաս որոշ ժամանակ, հա, նրանց ասում է դու դուրս արի ապուշություններ ասա, թող իսկական ուժերը ժողովուրդը քեզնով զբաղվի, ինձի մոռանա, ու ինչքան էլ քո մասին վատը խոսան, քեզ ռեկլամ են անելու, հա, այսինքն, էսի էլի այդ պետական տեխնոլոգիաներից մեկն է, որ ասենք, ես չեմ էլ ուզում այդ ուժին ինչ-որ այդ ուժին անդրադառնամ կամ նրանց մասին ինչ-որ ռեկլամ անել։ Չէ, ինչի, ոչ, ռեկլամ չի, պարոն Սարգսյան, օրինակ, իրենց միջեւ լնգու լավազները, բոլոր նախկինները, նախկին են, բոլոր նախկին թալանչիներ են, ում որ Սամվել Կարապետյանը բերում է, հա, արտահայտություններ են անում, որ մեր շարքերում պետքա լինի բարոյական եւ ամուսնացած կանայք։ Հարց. ձեր մամլո խոսնակը ամուսնացած է, ասենք ինչեր է ապրում։ Բերել են ՔՊ-ի ծաղիկին։ Ծաղիկ Վարդանյան։ Լավ, եկեք մի հատ ղեկավարի բարոյականությունից խոսանք, ԱԾ-ի վարորդ։ Հիմա ներեցեք, էլի հիմա ես էլ ասեմ ներեցեք ու վсё։ Հիմա ուզում եմ հասկանամ։ Եթե բոլորը բարոյական են, վարչապետի սիրուհին այսօր Աննա Հակոբյանը մնացել է առանց ամուսին, բայց շատ բարոյական կին է։ Ինչ եք կարծում, կընդունեն իրենց շարքերը թե ոչ։ Եթե ընդունեն, իրենց տղան ասեց, որ բացելու ենք սեքսի նախարարություն։ Ես այդ հարցը չեմ մեկնաբանի, ես կասեմ, եթե այդ փուչիկը փչվեց, վարչապետի քաղաքացիական կինը կուսակցություն էլ կգրանցի։ Այո, ես այսօր ասել եմ, այո։ Հիմա ինչ վերաբերում է բարոյական կողմից, եկեք գանք ղեկավարի իրանց Սամվել Կարապետյանի բարոյական կողմից, հա, ասեցինք բանկ ունի, եղել է ԱԾ-ի վարորդ, այո, ինչեր է ասել, ում վրա է ասել, հա, մենք վարորդները գիտենք ինչ են անում, հա, ոնց են անում վարորդների միջոցով, հա, հիմա այդ մարդու կներեք, ձվերը, ասենք, թե ուրիշ ձվերը, թե մյուս ձվերը, ուրիշ երկրում է, չէ, ձվեր նկատի ունեմ փողերը, բայց կարակ են մյուսն էլ հաշվեք, որ ուրիշ երկրում է, ուրիշի ձեռի մեջ է, էլի, ոնց բռնեն, եթե փողեր ունի, են երկրում է, այսքան կորցնելու բան ունի, բացի փողերից, ասենք, փաստաթղթեր կա, բան կա, որ պետք է կատարի, հա, հասկանում եք, հիմա տեսնենք այդ անցած անգամ էլ ասեցի, այդ Քոչարյանի կարգախոսով ոնց է փոխվում, հա, երբ որ մարդը կոնկրետ ասում էր տրիպի դեմ է, բայց քանի որ Ուկրաինայի, Ռուսաստանի պատերազմի պատճառով կարանք ենթադրենք դուրս են հանել իրենց գումարները Եվրոպա եւ նրանց պոչն էլ արդեն ուրիշ տեղ է թաղված, դուրս է գալի եւ ասում է տրիպը լավ է մեր համար, հասկանում եք, սենց մարդ, ով որ կորցնելու բան ունի դուրսը, չի կարող մեր երկրի ղեկավար լինի, առավել եւս, եթե չի հանդիսանում Հայաստանի քաղաքացի, եթե այս մարդը գնա Ռուսաստան ու ասի ես հայ եմ, ու ուզում եմ դառնամ Ռուսաստանի վարչապետի թեկնածու, օրենք եմ փոխելու, նրան նավիճոկ կտան կամ մի հատ ուրիշ բան կտան, Նավալնիի պես միտեղ կգտնեն։ Այսքանը շատ չարժի իրանց անդրադառնալ։ Հա, պարզապես հիշեցնենք, ընտրելով Սամվել Կարապետյան մեր ձևով եւ ուժեղ Հայաստան, հետ եք բերում բոլոր նախկիններին։ Այո։ Բոլոր նախկիններին, ում որ
Օշեմ, ու ինչև է։ փոփոխությունը չի լինելու, քպեն մնալու է, էլի։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Պարոն Սարգսյան, այս պահի դրությամբ մեր տարածաշրջանում շատ գերլարված իրավիճակ է։ Բոլոր երկրները կոչ են արել, որպեսզի Իրանից դուրս գան իրենց քաղաքացիները։ Եվ սրան անդրադառնանք նորից այսօրվա այս կրկեսին, սրան հաջորդեց, քանի որ այսօր են եղել այդ բոլոր հայտարարությունները, հաջորդեց սրանց ամուսնալուծությունը։ Օրինակ, ինչ է կարծում, պատերազմը կսկսվի, սրանք հենց դա էր, սա են հասկացնում, որովհետև սրա, այս երևույթի, այս տիկնոջ, ինչպես որ դուք եք ասում, իր բառերը շատ վտանգավոր էր, վերջի բառերը, Աստված պահի Հայաստանին և ժողովրդին։ Եվ նաև շեշտեց, ես չեմ ասում սիրում եմ ձեզ, որովհետև սիրում են անձի և սիրում են նրան, ով որ գործողություններ է ցուցաբերում։ Սա ինչ ազդակ էր, և այս լարված վիճակը, և սա։ Ես չեմ դիտել, չեմ լսել, ասացիք ձեզանից լսեցի Ամերիկայից սովորած, այնտեղ ամեն առավոտ, ամեն գիշեր կամ ամեն նախագահական ճար սկսում է God bless America, հա, նույնիսկ ամեն առավոտ ծրագրեր է գնում God bless America, հաստված, հա, սովորել են Ամերիկայից մի քանի բան, Պարսկաստանի հետ կռիվ կլինի, թե չէ, անշուշտ կլինի, բայց ես չեմ կարծում, որ հիմա կլինի, քանի որ Տրամպը շատ կորցնելու բաներ ունի և այսօր եթե ամերիկյան զինվորի դիակը հասնի Ամերիկա, դա Տրամպի հեղինակությանը լուրջ վնաս է տալու և Պարսկաստանն էլ են փոքր երկիրը չի, որ ռմբակոծելով գրավես, նրանք հասկանում են, որ եթե այդ քայլը անեն, առաջին անգամ այդ իրանց Air Carrier, հա, ոնց է կոչվում, ավիանոսец կարող է խորտակվի առաջին անգամ Պերլ Հարբորից հետո, Պերլ Հարբորում փոքրն էր, Պերլ Հարբորից հետո առաջին անգամ ամերիկյան այդ նավը կարող է խորտակվի և շատ մեծ կորուստներ կլինի, չի թվում, որ հիմա Տրամպը այդ քայլը կանի, նա լուրջ impeachment-ի Օդը ինչի համար է փակել ամբողջ զորքը բերել են համար 1 պատրաստվածության։ Տարբեր հարցեր է Տրամպը արդյունքի է հասնում էսկալացիա սրելով, էսկալացիա ստեղծում սրում է և վերջում իր արդյունքին հասնում է առանց, ասենք, պատերազմների և նամանավանդ, որ Պարսկաստանն էլ օֆիցիալ զիջումների գնում է, հայտարարում է, ինչքան էլ այն շահի հետևորդը կանգնի, ասի, որ խաբում են, մահապատիժներ են կատարում, բայց փաստացի երկու երկրների դիվանագետների կողմից լսում ենք, որ կան զիջումներ, գնում են զիջումների։ Մի խոսքով ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակ, բայց գերպետություններին, այսինքն գնահատել կամ կռահել, դա անշնորհակալ գործ է, նրանք իրենց շահերի շուրջն են շարժվում և եթե պատերազմ լինի, ես ասել եմ, ինձ ցավոտ է լինելու մեր երկրի համար դա։ Միանշանակ իհարկե լինելու է վայրենի պոլիգոն մեր երկրում։ Պարոն Սարգսյան, մոտենում են, ընտրությունները։ Երբեք, ես գիտեմ, որ դուք մարզեր գնում եք, հանդիպումներ ունենում եք, նույնը այստեղ Երևանում շատ հանդիպումներ ունենում եք, այստեղ շատ են էլի գրում։ Մենք սպասում ենք պետռեգիստրից վերցնենք հստակ, չէ, գրանցված կուսակցության թերթիկը։ Այդ ժամանակ սկսում ենք միանգամից քայլեր անել։ Հիմա տեսեք, ես սկզբից էլ ասել եմ։ Նաև այլ ասեք, միանգամից բոլորն ասեք, դաշին կազմելու եք, չեք կազմելու, կուսակցություններին միանալու եք, շատ են հարցերը։ Ինձ տալիս, խնդրում եմ, էլի պատասխանեք այդ ամենին։ Տեսեք, նախ ես սկզբից ասել եմ, որ մեր աշխատանքային ձևը նույնը չի, ոնց որ միջև հիմա եղել է, եթե մենք պետք է շարժվենք այդ նույն ճանապարհով, մենք այդ ճանապարհով ոչինչի չենք հասնելու, այդ 10-ով շիկներ գնալ, սկզբից էլ ասել ենք, Ժողովուրդ ջան, այդ փող բաժանելը նախ
ով փող բաժանեց, պետք է ժողովուրդը հասկանա, որ դա ՔՊ-ի կցորդն է, մենակ ՔՊ-ն է այս ընտրություններին փող բաժանել եւ իր կցորդները։ Այսինքն, եթե Այո, տեսա մի կուսակցություն փող է բաժանում ու չեն բռնում, դա ասենք ՔՊ-ն է լինելու ու իր կցորդները։ Ոչ մի կուսակցության կցորդ չենք լինելու, դաշինքների մասին դեռ չկա, չենք տեսել մի այնպիսի ուժ, ում հետ դաշինք կկազմենք, կան կուսակցություններ, որ եկել են, նստել են սեղանի շուրջ, խոսացել ենք, ընդհանուր գաղափարի չենք եկել, կային մարդ կուսակցություններ, որ մենք հավատում ենք, որ պետության կողմից է ուղարկված, որ պետությունը այսօր լավ գիտի, որ այսօր ընտրություն լինի, մենք այդ անցողիկ շեմը 4%-ը վաղուց հաղթահարել ենք եւ բերեն մեր կողքը միացնեն մեկին, որ ոչ թե 4 լինի, այլ 7 լինի կամ 9 լինի, չնայած ես ասեմ, որ պետությունը կարա հանգիստ լինի, եթե խոսքը գնում է 4%-ի մասին, մենք նույնիսկ այդ պարտվողի կարգավիճակով չենք էլ գնա, ԱԺ-ում չենք էլ նստի, որպեսզի քանի որ էլի եմ ասում, երկու աթոռով գնալ ԱԺ եւ հարց չլուծել, որ մեր վրա էլ շիշ շպրտեն, դա տևելու է երևի 2 օր կամ մի օր, բռնելու եմ, ծեծելու եմ, մյուս օրը դատախազուին գալու է թույլատրություն վերցնելու եւ բանտարկելու, ավելի լավ է այդ 4 մենք երբեք այդ 4%-ի մասին չենք մտածել, մենք մեծամասնություն ենք լինելու, էլի եմ ասում, ոչ ոքի կցորդը չենք լինելու, կուսակցություններ կգան, կցանկանան միանալ մեզ որպես հասարակ մարդ, խնդրեմ, մենք բաց ենք, տարբեր տեսակի այդ տասովշիկներ հիմա փորձում են մեզ հանդիպել, ասել, որ եկեք դաշինք ձևավորենք, մերժել ենք, Չիպոլինոյի հետ միանանք, ես չգիտեմ, ես այդ մարդուն Չիպոլինո եմ ասում, հիմա անունը չտամ, դե Չիպոլինոն էլ էր իշխանության ձգտում, ուղղակի այդ մարդու դեմքը, որ նայում եմ, Չիպոլինո եմ ես տեսնում, անունը չտանք, որ ձեր եթերը չբլոկեն, ժողովուրդը թող նայի Չիպոլինոն ուման, հա, ասում են եկեք միացեք Չիպոլինոն առաջի տեղ, ես չգիտեմ ով երկրորդ տեղ, դուք ուժայինները, մի խոսքով ամեն տեսակի վատ երազային առաջարկներ ստանում ենք։ բայց գիտեք ոնց այս հենց ընդդիմություն կոչվածները անունով չասեմ, անունով, հա, ես այն օրը պարոն Ղուշյանի մոտ հաղորդման հյուր էի, հենց անձամբ պարոն Ղուշյանն ասեց, որ հենց ընդդիմությունից պարոն Ղուշյանն ասել են, բա գիտեք, այդ արտակը Նիկոլի մարդն է։ Ես ասել եմ, ես մենակ Վինֆրեդ Ֆլորանսի Ձեր կնոջ, մարդն եմ, այո, ուրիշի մարդը չեմ, հատկապես տղամարդու մարդ չեմ, երևի ուրիշ կուսակցության ղեկավարի հետ եմ շփոթում, որ տղամարդու վրա աչք ունեն, մի խոսքով, ես մի ասեմ հոգում, ձեզ, որ իմանաք էլի, պարոն Ղուշյան, նաև այդ թեզերն են արդեն առաջ տանում, ընդդիմություն կոչվածները, բարև ձեզ ընդդիմություն ոնց եք, լավ եք, ես այն օրը պարոն Ղուշյանի մոտ մի շատ հետաքրքիր բան ասեցի, ովքեր որ ասում են, որ մեկը ինձ էլ են ասում, ես էլ այդ ղռերի կատվի ընկերուհին եմ, պատկերացնում եք, հա, բայց եթե դուք ընդդիմություն եք, սկսում եք այս մարդու անձի շուրջ ինչ-որ բամբասանքներ տարածել, մարդ, ես պարոն Ղուշյանի մոտից էլ եմ ասել, մարդ, ով առանց վախենալու հայտարարումը ազատագրելու է Արցախը, մասնատելու է Ադրբեջանը, ես վստահ եմ, որ անելու է, այս ընդդիմություններին, պարոն Սարգսյան, ձեր չի տալիս ձեր ասածը, թե մտածում են դա երազում են իրենք լսեն, երազա էլի, մարդը ընտրությունը ասում է։ տեսեք, այդ ընդդիմություններից շատերը իհարկե նույնիսկ են լրատվականները, որ մեզ հրավիրում են, նախատում են, ասում են, ինչու եք հրավիրում Արտակ Սարգսյանին, ինչու եք թողում նա խոսա, այսինքն ռեալ վտանգ են տեսնում, Արցախի հարցը շատ է հուզում, քանի որ այդ ընդդիմություններից հենց մեկը արցախցի է, հա, հասկանում է, որ ես չեմ գնալու վարձկանների հետ, իրանց ցեղից ով քրեական պատասխանատվության տակ չի ընկնելու, դուրս է գալու գնալու է Արցախը ազատագրի եւ
վտանգ են տեսնում, փորձեցին ամեն կերպ փորձեցին, հասկանում ես, այդ քրեական գործը 10 հատոր է դարձել եւ ամեն էջից 10-րդ էջը ամեն 10 օրը մեկ դիմում են Ինտերպոլ, ամեն անգամ գալիս է, որ չունեն այլ երկրի անձնագիր, կապեր նախկինների հետ չկա, որոնման մեջ չեն, մի խոսքով, իրանց ազգային անվտանգության ծառայությունների թղթերը դրված է ամեն 10 էջը մեկ դրված է այդ հատորների մեջ։ Այ օրինակ ես ձեր այդ խոսքն եմ շատ սիրում, որ դուք գրել եք Արցախը հարց չէ, այլ հայրենիք։ Այո, իհարկե, ով որ կգա կասի Արցախը հարց է, ժողովուրդը պետքա սովորի։ Ու ժողովուրդը չպետքա հարց ասի, ժողովուրդը թեկնածուին պետքա հարց տա։ Արցախի ազատագրումը ոնց եք տեսնում։ Եթե թեկնածուն սկսեց խոսալ Արցախի հարց, թքեք այդ մարդու երեսին։ Այդ նույն այսօրվա Նիկոլ Փաշինյան։ Այլ չեմ ասում, եթե սկսի այսօրվա աշխարհաքաղաքական բարդ դրությունը ուրեմն նույն այսօրվա քպայական իշխանությունների քարոզდა, ոչ մի բան չի փոխվելու, ավելի վատ է լինելու։ Այո։ Լսեցիք, ժողովուրդ ջան, այ դրա համար էլ մարդ, ով առանց վախենալու այդ ամենը ասում է, այ դրա համար էլ այս ընդդիմությունը գրգռվել է, որ կարա մարդ լինի, ով խոսի Արցախից, մարդ լինի, ով ասի ես մասնատելու եմ Ադրբեջանը եւ Ալիևին ոնց էիք ասում, Ադրբեջան Ալիևը այստեղի բանտում է, չէ՞ նստելու։ Այո։ Դուք որևէ ընդդիմության կողմից լսել եք, դրա համար էլ այս ընդդիմությունը ընկած է եւ իմ հետևից, եւ պարոն Սարգսյանի հետևից, եւ եթե դուք ընդդիմություն, եթե դուք իրական ընդդիմություն եք, բոլորը ունեք ձեր տաղավարները, այդ ինչի եք դռները փակել Արտակ Սարգսյանի համար, եթե դուք իրոք ընդդիմություն եք, հա? Ինչի եք փակել։ Մի բան էլ ձեզ չեն ասել, վայ դե Facebook-յան լայվ է էլի, պարոն Սարգսյան խե գնում, հələ չեն ասել։ Ասել են, չէ՞։ Բա այս հետ եք ասեն Facebook-յան լայվ բանման, էլի։ Պարզապես ես ձեզ մի հատ բան ասեմ։ Բայց այս լայվը ավելի շատ մարդ է նայում, քան իրենց Հենց դրա համար, որովհետև իմ լայվերը մոտ 300,000, 200,000, 100,000, կես միլիոն աստու է։ Դրա համար այս մարդուն համոզում են, ցավը տանեմ այդ Facebook-յան լայվերին մի գրա դուք քաղաքական գործիչ ես, արի մեր պավիլիոն, որտեղ 5,000 հոգիս մարդ չի տեսնում։ Տեսնել իրականա թե չէ։ Ուղղակի ամոթ է, էլի զզվելի է, կապիկ ընդդիմություն, խելոք մնաս է, գիտեք, որ ես ջղայն անում եմ, անձնական ղազիս հիշում եք, չէ՞, կսարքեմ ձեզ իմ անձնական բադը, խելոք վերընկեք տեղները։ Եվ վերջին հարցը, որ շատ չերկարացնենք, հա, պարոն Սարգսյան, ես վերջերս անձամբ գնացել եմ, Արա Զաքարյանի հետ հանդիպել եմ, ձեր փաստաբանի, մենք խոսեցինք, ասես տնավարի, ոնց որ տնավարի ձեր հետ եմ խոսում, չկա ժողովուրդ ջան, մեր մեջ ձեր եւ մեր մեջ ինչ որ այն պաշտոնական, այն որ սես նստում են, հա, տակ, սես տնավարի գնացի խոսեցի, պարոն Սարգսյան, քանի որ գլխավոր դատախազուհին նորից գործը ուղարկել է վճռաբեկ, որտեղ ձեր գործը քննելու է, տաշիր Սամոյի բաժանաղը։ Հետո Արա Զաքարյանը, ձեր փաստաբանը, մեր ՆԳՆ նախարարուհուն բողոք նամակ է ուղարկել, ում համար է այդ բողոք նամակը ուղարկել, ՆԳ նախարարին հանցագործության մասին, որտեղ նշվել է հետևյալ անձը, ով է, հետախուզության, ծայրահեղության եւ թրաֆիկի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռ. Պողոսյանը, որ հանցանք է գործել ձեր նկատմամբ։ Նամակը, որ ուղարկում է Արա Զաքարյանը ՆԳՆ նախարարուհուն, այս Տոզդոևնա, նամակը ուղարկում է այս Ռ. Պողոսյանին, ասում է դու պատասխանի, Ռ. Պողոսյանի դեմ, որ հանցանք է կատարել ձեր նկատմամբ, բողոք է գրում, այս մեր Տոզդոևնա ուղարկում է այդ հանցագործին, ասում է դու պատասխանի։ Այս Ռ. Պողոսյանն է, այս վարչության պետը, ինչա, էդի, դնում է իր մասին, մե մուսի, պուսի, մե հրաշք պատասխանա ձեզ ուղարկում, որ ես լավն եմ, ես վատ բան չեմ արել, ես քղ չեմ, ես չեմ, այս ինչ է նշանակում, այ պարոն Սարգսյան։ Ուրեմն
Ուրեմն տեսեք, իրոք փաստաբանը նամակ է գրել եւ ոչ թե ասել է, որ խնդրում եմ դասակարգեք, այլ հաղորդում է տվել հանցանքի վերաբերյալ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեին եւ ՆԳՆ նախարարին, որ օրենքի մեջ, ուժի մեջ մտած դատավճիռը չեն կատարում եւ դա հանցագործություն է համարվում։ Եվ ՆԳՆ նախարարը, երբ որ ուղարկում է նամակը այս մարդուն, հիմա սրանց հույսը, ամբողջ հույսը Վճռաբեկ դատարանն է, կատարել են հանցանք, ՆԳՆ նախարարը, քննչականի ղեկավարը, քննչական խմբի ղեկավարը, այդ Գորգ Դավթյանը, Դանիելյանը, այդ իմ քննիչը, որը որ այդ 4 մոհեկաններից վերջինն է մնացել, մեկին հանել են, տարել են, փաստաբան են սարքել Արգիշտի Քյարամյանի մոտ, են երկուսին ցրել են, մնացել է այս վերջին, հիմա կատարել են շատ մեծ հանցանք։ Այս դասակարգում ենք տալիս, քանի որ օրենքի ուժի մեջ մտած դատարանի որոշումը մերժում են կատարել։ Դա հանցագործություն է։ Հիմա որպեսզի այս հանցանքը թաքցնեն, սրանք հույսը դրել են Վճռաբեկի վրա։ Վճռաբեկի դատավորներից մեկը, ոնց որ ասացիք, Տաշիրի Սամոյի բաժանաղնային մյուսն էլ են, որ կանչել էին ազգային ժողով Արմեն ինչան էր, որ անդադ ասում էր օգտվելով իմ սահմանադրական իրավունքից չեմ պատասխանում հարցին, մեղադրյալի կարգավիճակով գնացել էր ազգային ժողով։ Սա խմբի ղեկավարն է։ Ու այդ նույն թիմը արդեն իմ հանդեպ որոշում էր կայացրել հակաօրինական, ինչքան էլ ինձ ասեն, այսինքն ինձ իմ բողոքարկելու իրավունքից զրկել էին, հա, մարդիկ, եթե քո վճռի հետ համաձայն չես, քո սահմանադրական իրավունքն է, որ վերադաս բողոքարկես։ Սրանք հասկանալով, որ իրանք վերջին դատարանն են, ինձ պատժել էին, որ պետք է չբողոքարկես։ Հիմա այս նույն թիմը էլի քննելու է, եւ սրանց հույսը, որ այս թիմը էլի այդպիսի որոշում է կայացնելու, եւ իրանք ազատվեն այս քրեական պատասխանատվությունից, բայց այդտեղ կա մի շատ վտանգավոր հարց։ Հիմա չգնանք այն օրինական դաշտ, որ Արան պատմեց, չնայած տեսեք, հիմա դիմելու ենք դատարան, արդեն դիմել ենք դատարան։ Այ ես կուզենամ այն դատավորին տեսնեմ, որ այս հանցանքը կթաքցնի։ Այդ ժամ բոլոր դատավորները որոշումներ են կայացրել խափանման միջոցների ժամանակ, հա, բոլոր դատավորները ունեցել են նիստեր եւ որոշումներ են կայացրել։ Այդ ժամանակ դատալեքսից հանում ենք այդ իրանց որոշումները, հրապարակում ենք եւ ասում ենք, այնպես անգրագետ դատավորին նայեք։ Այսինքն իմ հարցով, եթե հիմա ինքը վարույթ չընդունի, մենք հիմա դիմել ենք դատարան, որ կա հանցագործություն, քանի որ գլխավոր դատախազուհին մերժեց, քննչականը մերժեց, ՆԳՆ նախարարը մերժեց։ Հիմա գործը դիմել ենք դատարան, որ դատավորներ ջան, դիրքորոշում հայտնեք։ Այ հիմա ես ուզում եմ այդ դատավորին տեսնեմ, որ կթաքցնի այս հանցագործությունը։ Էլի եմ ասում, դատալեքսից հենց հանենք, այդ դատավորը քանի հատ այդպես որոշում է կայացրել խափանման միջոցների վերաբերյալ, ու ասենք շփցնենք երեսին ժողովրդի լեզվով ասած ու ասենք, այս ինչ անգրագետ դատավոր է, դե հիմա տեսեք քաղաքական հարցը ոնց է։ Ու ես չեմ կարծում, որ իրոք այդպես դատավոր կլինի, կգտնվի, ինչքան էլ կամակատար դատավոր լինի, ես չեմ կարծում, որ այդպիսի դատավոր կգտնվի, որ այդ օրինականությունները, այդ հանցագործությունները կթաքցնի։ Այստեղ ուրիշ է, մաֆիան, որ ստեղծված է, ՆԳՆ, քննչական ու հույսը դրել են Վճռաբեկի վրա, բայց էլի եմ ասում, լուրջ հարց է ու լուրջ նախադեպ է ստեղծվում, որ հենց ասենք Ահաբեկչին տան վճիռ ինքը չի գնալու Բերդ, ասելու են դե հեսա բողոքարկեցինք, միջև վերադաս դատարանի որոշում չլինի, կամ էլ այդ նույն Սամվելին կամ Միքայելին, բա ինչի բանտից տուն բերեցին։ Բա Վճռաբեկա բողոքարկվելու։ Բա սպասեք, ինչի դատախազը Վճռաբեկ Սամվել Կարապետյանի պահով վճիռ չի բանան։ Չէ, ինքը երևի բողոքել է։ Չէ, երևի բողոքարկել է, բայց ինչի են տուն բերել։ Այդ թող չբերեին տուն։ Հիմա տեսեք, ստեղ մի հատ շատ վտանգավոր հարց է գալի։ Դատարանը պետքա որոշում կայացնի։ Կամ քննիչի դատախազի վրա պետքա վարույթ սկսի,
կամ պրովացիայի։ Տեսեք պրովացիան ին վրայից բրասլետս հանելա, չկա։ Պրովացիան պրոֆեսիոնալ ձևով ստանալով դատարանի որոշումը ուժի մեջ ընկած իր պարտքը կատարել է։ Հիմա եթե դատարանը ասում է, որ քննիչները ճիշտ են, դատախազը ճիշտ է, այսինքն վարույթը հարուցելու պրովացիայի ծառայության վրա ասելու է ինչի եք բրասլետը հանել։ Այդ տենց մի հատ նենց կաշա են էփել, որ ասում եմ ու հույսները դրել են միայն վճռաբեկի վրա, որ վճռաբեկը հեսա կփագի կամ չի փագի։ Կտանի այն առաջի ատյանի վարչական հսկողության տակ, հա, որը որ սրանց երևում է, էլի դրան է տանում, էս նույն էս խայտարակ դատավորների ցանցը որ կա, հա, ու սրանք ասեն դե էլ ինչ անենք, հենա վճռաբեկը որոշում կայացրեց։ Բայց էլի եմ ասում, դատավորը չի կարողանալու։ Դատավորը եթե ասի սրանք ճիշտ են արել, ուրեմն պրովացիայի ծառայության ղեկավարը գնում է քրեական վարույթի տակ։ Այսինքն մի հատ այնց կաշա են էփել, որ տակից չեն դուրս գալու այս անգամ։ Ուզես ով է դատելու Սամվել Կարապետյանի այ մամայ ջան բաջանաղը այ քեշո Այն մեկի անուն ինչա Արմեն ինչան է, որ գնացել է Արմեն Դանելյան Հա, ոնց որ Արմեն Դանելյան Հա, ոնց որ Արմեն եթե չեմ սխալվում ոնց որ Դա էլ Արմեն ասում եմ, Դանելյան մնում էր փաստաբանի հետ գնար ազգային ժողով, այն կարմիր մազերով տիկինն է մի հարցեր է տալիս։ Ինչ անունը Ագնեսան, հա, մի հարցեր է տալիս, որ այս մարդն էլ ամեն հարցից հետո ասում է օգտվելով իմ սահմանադրական իրավունքից հարցին չեմ պահել, դա մեղադրյալն է, էլի տենց ասում եմ մնում էր, որ այդ մարդը դատապաշտպանի հետ գնար ազգային ժողով, որ իրան մի րոպե մի հատ անունն եմ էլի ուզում գտնեմ, հեսա մի վարքյան, 6 հոգի են, նույն կազմը, նույն հեսա, մի րոպե անունը հեսա ասեմ գտա։ Արմեն Դանելյան, ճիշտ է հիշում եք, հա։ Արմեն Դանելյան։ Մի հատ YouTube-ում տպեք ժողովուրդ ջան Արմեն Դանելյան եւ տեսեք այդ մարդը ազգային ժողովում հարց ու պատասխանին ոնց է իրան պահում մեղադրյալի պես։ Դե ինչ, այսքան է ժողովուրդ ջան։ Հուսով եմ մեր տնավարի խոսակցությունը ստացվեց։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Որ իմ հրավերը դուք չմերժեցիք, դե ժողովուրդ ջան, լավ եղեք, ինչքան կարող եք, տարածեք, որովհետև Արիանա Facebook-յան էջից դուք միայն լսում եք ճշմարտությունը եւ սպասվող իրադարձությունները, թե ինչ պետք է լինի։ Լավ մնացեք, պականեր։